Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 8։ Ինչպես նրան իշխանություն տվիր ամեն մարմնի վրա, որ հավիտենական կյանք տա այն ամենին, որ տվիր նրան։ Հովհաննես 17-րդ խոսք։ Ամեն փորձության և նեղության մեջ քրիստոնյայի մեծագույն հոգսը պետք է լինի իր հավատքը զորացնել Աստծո ամենակարող զորության վրա։ Երբ Աստված իրեն ներկայացնում է որպես հոգու վստահություն և ապավինություն որևէ մեծ դժվարության կամ կարևոր գործի մեջ, սովորաբար հենց իր ամենակարող զորության հատկանիշն է ընդգծվում խոստման մեջ, որպես ամենահաստատ հենարան, որից հավատքը կարող է կառչել։ Ինչպես հայրը, որ դժվար ու խորթուբորթ ճանապարհին իր երեխային ձեռքն է մեկնում, որպեսզի նա բռնվի դրանից, այնպես էլ Աստված սովորաբար իր սրբերին մեկնում է իր ամենակարող զորությունը, որպեսզի նրանք իրենց հավատքը դրա վրա հաստատեն։ Այդպես եղավ նաև Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ, որոնց հավատքը Աստված փորձեց ավելի, քան իր սրբերից շատերի, թե նրանցից առաջ, թե նրանցից հետո։ Քանզի այն մեծ խոստումներից, որ տրվել էին նրանց, գրեթե ոչ մեկը նրանք չտեսան ամբողջությամբ իրականացված իրենց կյանքի օրերում։ Եվ ինչպե՞ս է Աստված հայտնում իրեն նրանց զորացնելու և ճանաչելու համար, եթե ոչ իր ամենակարողությունը բացահայտելով։ Եվ երևեցա Աբրահամին, Իսահակին և Հակոբին ամենակարող Աստծո անունով։ Ելից 6-րդ խոսք։ Սա էր այն ամենը, ինչ նրանք ունեին իրենց ողջ կյանքի ընթացքում ապավինելու համար։ Այդ խոստումով նրանք խաղաղությամբ ապրեցին և հաղթական հավատքով մահացան, իրենց զավակներին փոխանցելով խոստումը առանց կասկածելու դրա կատարմանը, որովհետև ամենակարող Աստված էր այն խոստացել։ Նույնը տեսնում ենք նաև Եսայիայի թղթի 26-րդ գլխում, որտեղ Հուդային մեծ ողորմություններ են խոստացվում, և նույնիսկ նախապես գրված է մի օրհներգ, որը պիտի երգվեր նրանց փրկության փառահեղ օրը։ Սակայն քանի որ խոստման և դրա կատարման միջև գերության դառն ու երկար ձմեռ պիտի լիներ, մարգարեն նրանց հավատքը կենդանի պահելու համար կոչ է անում ապավինել ամենակարող Աստծուն։ Հավիտյան Տիրոջը հուսացեք, որովհետև Տեր Եհովան հավիտենական վեմ է։ Եսայի 26-րդ գլուխ 4-րդ խոսք։